2019 թվականի փետրվարի 19-ին մեծանուն գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հանդես կգա բազմաթիվ ծրագրերով եւ նախաձեռնություններով, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարար Արմեն Ամիրյանը։ Հրատարակվելու են բազմաթիվ գրքեր, հրատարակչական ալբոմներ Թումանյանի հետ կապված, ինչպես նաև միջոցառումների, տարբեր միջոցառումներ են տեղի ունենալու արդեն սկսված 2017 թվականից։ Մենք փորձում ենք Թումանյանին արժևորել դեռևս սկսած 17 թվականից եւ տանել այս միջոցառումների շարքը մինչեւ 19 թվական։ Խոսքը ոչ միայն մշակութային ձեռնարկների, այլ նաև գրողի ծննդավայրում տուն թանգարանի հարևանությամբ տարբեր ենթակառուցվածքների ստեղծման մասին է։ Նախարարը ներկայացրեց Աշոտ Տիգրանյան հիմնադրամի ղեկավար ամերիկաբնակ երաժիշտ Աշոտ Տիգրանյանին, որը սիրահոժար ստանձնել է Դսեղում նախատեսվող շինարարական աշխատանքների ծախսերը։ Աշոտ Տիգրանյանը շուրջ 8 միլիոն դրամ կհատկացնի թանգարանի հարևանության փոքրիկ հանգստի գոտու, հուշանվերների կրպակի եւ սանհանգույցի շինարարության համար։ Ինչ որ մի բան պետք է արվի, այն հողին, որում դու ծնվել ես, անկես կարամ օգտագործեմ բառը պատասխանատվությունը պետք է արվի, թե հոգով, թե իրականում հասկանալով։ Մեծ հպարտությամբ կկատարեմ խոստումս, ասում է Աշոտ Տիգրանյանը, քչերին է վիճակված բարեգործություն անել նման հիշարժան Հոբելյանի առթիվ, եւ սա ինձ համար պատվաբեր է։ Այս տանը Թումանյանն ապրել է մինչև 10 տարեկան դառնալը, բայց ամբողջ կյանքում շատ թանկօջախ է եղել գրողի համար։ Երկրորդ հարկում պահվում են գրողի անձնական իրերը, հագուստը, 300-ից ավելի ցուցանմուշներ։ Այստեղ է Թումանյանի կիսանդրու մանրաքանդակը ոսկուց, որը 1500 անգամ փոքր է բրնձի հատիկից։ Տունը կառուցվել է 1819 թվականին, որպես թանգարան գործում է 1939 թվականից։ Ամիսներ առաջ շենքի անվտանգության նկատառումներով թանգարանի տարածքում կատարված ծառահատումները մեծ աղմուկ առաջացրին հասարակության շրջանում։ Եղեշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը եւս մեկ անգամ անդրադարձավ ծառահատման թեմային։ Հնամյա ծառերը շատ մոտ էին թանգարանի շենքին եւ մտավախություն կար, որ գարնանքամիներից կարող են արմատախիլ լինելով վնասել շուրջ 300-ամյա շենքը։ Այդ սնամեջ փտած ծառերի կոճղերը մենք որոշ բարձրության վրա ենք թողել, դարձյալ գարնանը, որպեսզի քանդակագործների մի խմբի հրավիրենք այնտեղ թումանյանական հեքիաթների հերոսներ քանդակելու նպատակով։ Թանգարանը հիմնանորոգման կարիք նույնպես ունի, սակայն Հոբելյանին ընդառաջ առաջնահերթ էր այստեղ սանհանգույց կառուցել, նաև հարակից հանգստի գոտին բարեկարգել։ Այստեղ կազմակերպվում են թատերական միջազգային փառատոներ, թումանյանական օրեր։ Մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում ամռան ամիսներին, եւ թանգարանի ներկայիս անբարեկարգ պայմանները վայել չեն ոչ մեծ գրողին, ոչ էլ մեզ, ասում է Կարո Վարդանյանը։ Ասուլիսն ավարտվեց ենթակառուցվածքների շինարարության համար համագործակցության համաձայնագրի վավերացմամբ։ Այն ստորագրեցին Աշոտ Տիգրանյանը եւ Կարո Վարդանյանը։ Մշակույթի նախարարությունում այս հուշագրով ազդարարվեց 150-ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը։ Լիաննա Չիչակյան, Հարություն Տոլանյան, մշակութային ազդագիր։